Բարև, Աստվածաշնչի սերդողություն, երկրորդ օրինաց գիրքը, նախապանը։ Բարի եկացեք Աստվածաշնչի սերդողության։ Ես Հակոբ Հակոբյանն եմ և ցեզի պիտի ներկայացնեմ դոկտոր Վերնոն Մակիի բացատրողական լուսաբանութենեն։ Սիրելիներ, երկրորդ օրինացը հին եբրայերեն լեզվով կնշանակե ասոնքեն բարերը, իսկ հին հունարեն լեզվով կնշանակե երկու։ Այլ խոսքով, այս երկրորդ օրենքն է։ Այդ ոչ միայն Սինա լերան վրա Մովսեսի դրված օրենքին գրգնությունն է, այլ ամփոփումն է կամ վերահաստատումը։ Կտեսնենք Աստծո հոգին ունի գերբը բամը ընդգծելու և ետքը վերադառնալու և շեշտելու որոշ բաժինը։ Այստեղ երկրորդ օրինաց գրքին մեջ ունենք գիրքը փորձառության և հնազանդության մասին։ Այս նոր սերունդն է, որոնք ծանոթ չէին Սինա լերան փորձառության, պետք էր օրենքը անոնց ուշադրության հանձնել և մեկնաբանվեր իրենց համար նախորդ սերունդի 38 տարվա փորձառության լույսին տակ, որոնք ապրած էին Աստծո օրենքով։ Ուրեմն, ինչ է երկրորդ օրինաց գրքին գլխավոր նյութը, հավանաբար ոմանք զարմանան, բայց այստեղի գլխավոր նյութն է սեր և հնազանդություն։ Ոմանք կրնան հարց տալ, ըսել գուզես, որ սեր կա հին գդագարանին մեջ։ Այո։ Այս գիրքը մարդուն կսորվեցնե սիրել և հնազանդել Աստծո։ Այս գրքին մեջ սեր բառը հիշված է 22 անգամ, իսկ հնազանդել բառը 10 անգամ։ Եվ պատճառը այն է, որ հնազանդության շարժարիթը իրականության մեջ սերն է։ Երբ Հիսուս ըսավ, եթե կսիրեք զիս, բահեցեք իմ պատվիրաններս։ Հովհաննու 14:15։ Ան նոր բամը չեր սեր, ան մեզի գուտա շատ կարևոր և հավիտենական ճշմարտությունը։ Կտեսնենք սիրելիներ, Աստծո ունեցած սերը մեզի հանդեպ կմղեզինք դալու օրենքները, որոնք կկառավարեն մեր վարմունքները։ Իսկ մարդուն ունեցած սերը Աստծո հանդեպ շարժարիթն է մարդուն հնազանդության։ Եվ այդ է սիրելիս ավետարանին սկզբունքը։ Հիմա եկեք տեսնենք օրենքին իսկական տեսանկյունը։ Եգիպտոսեն ելած սերունդը այժմ մեռած էր։ Անոնք երկար ժամանակ թափառած էին իրենց անհավատության և անհնազանդության ու Աստծո օրենքը խախտելուն պատճառով։ Կտեսնենք անհավատությունը ինքնին մեղք է։ Հետևաբար, Աստծո ուրիշ հիմք պետք էր, որուն հիման վրա մեզ փրկեր։ Բայց եկեք մեկ բան լավապես հասկանանք, թե Աստծո օրենքները բարի են։ Ուրեմն, այստեղ երկրորդ օրինաց գրքի մեջ մենք գիտենք, որ այս նոր սերունդը հասավ Հորդանան գետի արևելյան ափը և մեկ ամիսեն անոնք պիտի մտնեն խոստացված երկիր։ Եվ Մովսես կուտա իր վերջին հրահանգները, որ ստացավ Տերոջմեն, նախքան իր ղեկավարությունը հանձնելը անոր մահով։ Մովսես կվերհիշե անապատի փորձառությունները և գրգին կշեշտե օրենքի գարկմը առանձնահատկությունները նոր սերունդին համար։ Ան կընդգծե անոնց ապագայի ընթացքը Բաղեստինի ուխտի լույսին տակ, որ Աստված գնքած էր անոնց հետ այդ երկրին առնչությամբ։ 12 ցեղերը օրհնելեն և նոր երկմը սորվեցնելը ետք Մովսես կպատրաստվի աշխարհեն մեկնիլ։ Հիմա օգտակար է տեսնել, թե ինչպես բաժնված է երկրորդ օրինաց գիրքը։ Առաջին 4 գլուխներում մեջ Մովսես կվերհիշե ճամփորդությունները և կպատմե պատմությունը նոր սերունդին։ Ետքը ան կվերահաստատե օրենքը, վերհիշելով անցյալը, Մովսես կնայի ապագային, ուր պիտի բնակեին խոստացված երկրին մեջ։ Ետքը կտեսնենք 27-30 գլուխներուն մեջ Սուրբ Գիրքին ամենամեծ մարգարեական բաժիններեն մեկը։ Եվ գիրքը կավարտի 31-34 գլուխներում մեջ Մովսեսին երկով։ Սիրելիներ, գիտեք, մարգարեները հաճախ մեջբերումներ ըրած են երկրորդ օրինացեն և նոր գդագարանի մեջ 80 մեջբերումներ կան այս գրքեն։ Նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հատկապես մեջբերում ըրավ այս գրքեն, երբ դիմադրեց և հաղթեց սատանային ամեն մեկ փորձության։ Սիրելիներ, երկրորդ օրինացը կփառավորե Աստծո խոսքը։ Կարևոր է տեսնել այդ մեկը։ Երկրորդ օրինաց 6:7-ի մեջ Աստված գսե,
Ուզանոնք իմ օրենքներս քու որդիներուդ գրգին անգամ սորվեցուր, թե դանդ մեջ նստած ադենըտ, թե ջամփան քալած ադենըտ, եւ թե բարգելու ու ելելու ադենըտ անոնց վրա խոսիր։ Այս օրենքը այնքան կարևոր էր, որ այսօր շատ հրյական ընտանիքներում մեջ այս խոսքը գրված է մակաղաթի վրա եւ զայն գախած են իրենց դան տրան շրջանագին։ Սիրելիներ, ինչպես պիտի իլա ծեր անդրադարձը երկրորդ օրինաց գրքին մեջի դրված Աստծո հրահանգներուն։